պետական մարմինները իդեմս հարկադիրի եւ վերջի շրջանում նաեւ քննչական է հրավիրվել որպես վկա առայժմ փորձում են խանգարել, խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունը։ Եվ ինչն է զավեշտալի։ Փաստորեն ես որպես Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, արդեն մոտենա 30-ամյա կամ 25-ամյակը լրացել է, 20-ամյա ներողություն, հոգևորական, փաստորեն ես չեմ կարող պատարակ մատուցել, դա խոչընդոտ է դատական ակտին, ես չեմ կարող երիտասարդների հետ հանդիպել, դա խոչընդոտ է, ես չեմ կարող քահանայից դասին հանդիպել, քահանական այն դասին, որ հրապարակային հայտարարություն տարածեցին, որ դատական միջանկյալ որոշման եւ իրենց խղճի, համոզմունքի, դավանանքի, ազատության միջև կա անհնարինություն։ Իրենք չեն կարող առաջնորդ ընդունել մեկին, որը աշխարհիկ անձնավորություն է։ Եվ մյուս կողմից նրանք չեն կարող դուրս գտնվել հայ եկեղեցու կանոնական դաշտից չընդունելով ամենայն հայոց հայրապետի տնօրենությունը։ Սա գիտեք ինչով է նաև վտանգավոր։ Քահանայի քայլը համայնքի քայլն է։ Եթե քահանան նման քայլ է անում, ինքը եթե հակականոնական է, իր հետևից տանում է իր համայնքին։ Հետևաբար այստեղ վտանգ է առաջանում ամբողջ ծուխը դուրս բերելու եկեղեցու հաղորդության դաշտից։ Իր բոլոր հետևանքներով, այդ թվում նաև ընդհուպ մինչև նզովքի տակ հայտնվելու վտանգն է առաջանում։ Ես փաստորեն իրավունք չունեմ ըստ այդ տրամաբանությամբ Մասյացոտնի թեմում այսպիսի հանդիպումներ, ծիսական արարողություններ եւ զավեշտը այն է, որպեսզի մենք խուսափենք, արդեն նշեցինք, ստեղծված իրավիճակից, անօրինական միջամտություններից, ստիպված սկսեցինք արձագանքել մեր օրինական, կանոնական տարածքում, որը մայրաթորի տարածքն է իդեպ։ Ստիպված սկսեցինք արձագանքել համայնքների հրավերներին։ Այսինքն ծուխը, եկեղեցական համայնքը, հոգևորականը թեմի առաջնորդին պիտի հրավիրի կամ թեմի առաջնորդի լիազորությունները իրականացնող հոգևորականին պիտի հրավիրի, որպեսզի պատարակ, սուրբ պատարակ մատուցի, որպեսզի երիտասարդների հետ հանդիպի, երիտասարդները իրենք պիտի հրավիրեն, որ ես գնամ իրենց հետ հանդիպեմ որպես իրենց թեմի առաջնորդ։ Ուրեմն եթե ամփոփելու լինենք, այն ինչ կատարվեց ուրեմն վերջի շրջանում առնչված Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մասնավորապես Մասյացոտնի, կա նաեւ Արագածոտնի թեմի հարցը, սա մի կողմից հարված էր եկեղեցու սահմանադրականության հիմքերին, մյուս կողմից հարված էր հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությանը քայքայելու նպատակով։ Ես իհարկե կարող էի անդրադառնալ նաև այլ մանրամասնություններին, առնչված հոգևորականների, բայց այսպես եթե իմի բերելու լինեմ, ինչ է ստացվում։ Չունենալով իրավունք միջամտելու եկեղեցու ներքին գործերին, գործադիրի մի քայլով, մի հայտարարությամբ տեղի ունեցավ այս շղթայական ուրեմն գործընթացը, որը բացասաբար անդրադարձավ թեմի ծուխերի վրա ընդհուպ մինչև
հոգևորականների ընտանիքներ, երեխաներ, մոմավաճառներ, աշխատողներ, մինչև պարզ հավատացյալ։ Այս է դատարանի կայացրած որոշման հետևանքը և ընդհանուր պատկերը։